Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Արևի խոհանոց, շնորհակալ եմ, որ միացել եք և հետևում եք։ Այսօր մեծ սիրով պատրաստելու եմ շատ համեղ խմորեղեն իրիսկա, որը ստացվում է շատ արագ և շատ համեղ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է 5 ձու, 250 գրամ շաքարավազ, 2 ճաշիկ թալ մեղր, 1 թեյիկ թալ սոդա, 50 գրամ կակաո, մի փոքր վանիլին, ալյուր և 1 ճաշիկ թալ քացախ։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին հարկավոր է ալյուրին ավելացնել մի փոքր վանիլին և կակաոն։ Չոր բաղադրիչները լավ կխառնենք և կդնենք մի կողմ։ Հինգ ձվին ավելացնում ենք 250 գրամ շաքարավազը և լավ հարում ենք։ Հինգ րոպե հարելուց հետո ավելացնում ենք սոդան, ավելացնում ենք 1 ճաշիկ թալ քացախ և ավելացնում ենք մեղրը։ Այս ամբողջ զանգվածը ևս 2 րոպե հարում ենք։ Ձվի զանգվածին ավելացնում ենք ալյուրի զանգվածը, հարկավոր է մաղով անցկացնել, որպեսզի հագեցնենք թթվածնով և զգուշորեն խառնենք։ Ահա թանկագիններս, խմորը արդեն պատրաստ է, ստանում ենք ոչ շատ պինդ, ոչ շատ ջրիկ խմոր։ Կմիացնենք ջեռոցը, որպեսզի տաքանա, այդ ընթացքում կպատրաստենք ջեռոցի տապակը։ Խմորը բաժանում ենք 3 մասի, պետք է թխենք 3 շերտ։ Լցնում ենք ջեռոցի տապակը, հարթեցնում ենք և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը նախօրոք միացնում ենք, որպեսզի տաքանա։ Թխելու ենք 180 աստիճանի տակ մոտ 10-ից 15 րոպե։ Մինչ կթխվեն շերտերը, այդ ընթացքում պատրաստենք կրեմը։ Կրեմի համար վերցրել եմ 200 գրամ փափկեցրած կարագ, 1 թեյիկ թալ վանիլին և 1 տուփ և հաց խտացրած կաթ։ Մեզ հարկավոր է նաև գլազուր։ Գլազուրը ես նախօրոք արդեն պատրաստել եմ։ Գլազուրի մի մասը կավելացնենք կրեմին, մի մասը վրան ձևավորելու համար։ Իմ ալիքում կա գլազուրի տեսանյութ, ես տեսանյութը կտեղադրեմ, սիրով հետևեք ինչպես եմ պատրաստում։ Դե ինչ, անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Կարագի վրա ավելացնենք վանիլինը և լավ հարենք։ Հարենք այնքան, մինչև կարագը մի փոքր սպիտակի։ Մի փոքր հարելուց հետո գթալ ավելացնում ենք և հաց խտացրած կաթը և կրկին հարում ենք։ Բայց հինա ջուրա դուստավ է, ինչն է դուստավ է։ Սես խտացրած կաթ չի տեսել։ Ջուր դուստավ։ Ինչպես տեսակ կրեմը արդեն պատրաստեցի, ավելացրեցի խտացրած կաթը, բայց տեսեք ինչ է պատահել։ Խտացրած կաթը կտոր մնացել է կարագի մեջ, չի լուծվում։ Նայեցի խտացրած կաթի ժամկետը, ինքը ժամկետի մեջ է, բայց նայեք, ուզում եմ ձեզ ցույց տամ, որպեսզի տեսնեք ինչ ձև է, ինքը յուղային մաս է դուրս տվել ու մի տեսակ, որ կարծես հին լինի, զգուշ եղեք, եթե այսպիսի բան պատահի,
թափեք, որովհետև խտացրած կաթը շատ վտանգավոր է, կարող եք նաև շատ մեծ թունավորում առաջացնել, թունավորվեք։ Այնպես որ զգույշ եղեք, ես կանգնեցրեցի կրեմի աշխատանքը, այս կրեմը այլևս չեմ օգտագործի, կթափեմ, ամուսնուս խնդրել եմ, որպեսզի գնի նոր խտացրած կաթ, մեկի փոխարեն գնել է երկուսը, տեսեք տարբերությունը նոր խտացրած կաթի եւ այն խտացրած կաթի, ասեմ, որ սա շատ թարմ է եւ համեղ, իսկ սրանից կծվահամ է գալիս, նշանակում է այն փչացած է։ Սրանք մի կողմ կդնենք, կթափենք, կպատրաստենք նոր կրեմ։ Կարագը կհարենք, ինչպես ասացի, եւ կավելացնենք 1 տուփ եփած խտացրած կաթ։ Կրեմը արդեն պատրաստ է, ինչպես ասեցի, ավելացնելու ենք նաև գլազուրի մի մասը, գլազուրի կեսը կավելացնենք կրեմին, իսկ մի մասը վրան ձևավորելու համար։ Ահա, կրեմը արդեն պատրաստ է, հոյակապ չտեսնված համեղ կրեմ ենք ստացել, շերտերը արդեն նույնպես պատրաստ են, սկսենք հավաքել տորթը։ Շատ նուրբ, շատ ընտի շերտեր ենք ստացել։ Կրեմը բաժանեք 3 մասի, որպեսզի կարողանաք քսել հավասարաչափ։ Երբ հավաքվում են բկլիկները, բկլիկներ, սիրունիկ։ Իմ բկլիկներ, Տորթը արդեն պատրաստ է, վերջնական ձևավորման համար, ինչպես ասացի, ձևավորում եք գլազուրով։ Ձևավորեք ինչպես նախընտրում եք։ Մեր շքեղ իրիսկան արդեն պատրաստ է, կդնենք սառնարան 2 ժամ, կթողնենք որպեսզի լավ սառի, այնուհետև կկտրենք և կմատուցենք։ Ահա սիրելիներս, այսօր էլ այսպիսի համեղ չտեսնված խմորեղեն տորտ իրիսկ կա։ Հուսով եմ ձեզ դուր կգա, դուք նույնպես կպատրաստեք, չտեսնված է ստացվել և շատ համեղ։ Պատրաստեք և վայելեք 1 բաժակ սուրճի հետ։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, կհանդիպենք շուտով։